Սիրելի հետևորդներ ջան, բարի լույս ձեզ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, մերը ընտիր, ուրեմն Իրիկունը այսենց համով ճաշ ենք դրել, մնացել է այսօր համեմ կվերցնեմ, հեսա, կավելացնեմ, որ երեխեքը ջրի կուտեն ու հավեսավոր լավ օրենք ունենալու Իրիկունը երկու քուր համբեր բլացել ենք, համեն ընկերովի ես ճաշը էպել դրսում այսպիսի եղանակա, ժամը 8-ն է, հնավոր լռություն է, տեսնենք այսօր ինչ ենք անում։ Այս ելի հետևորդներ ջան, դեմքով ձեզ բարի լույս ասեմ, հարցնեմ ձեր որպիսությունը, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը ընտիր, օրը կեսօր է դարել, երեխեքը վայելել են իրանց անուշ ճաշը, հիմա գնում ենք պտտվելու, տնամուր ենք գնում, ինչ ենք անում, ինչքան հարմար տարբերակներ կար հերթով առաջարկել եմ Քրիստինեին, հիմա տեսնենք որն է անդրում, ուր ենք գնում, ինչ ենք անում, ստես անց բաց եմ թողել, որ այսպես ասած կալյասկեն հեշտ գնակ, տունս են չատ թապրտատ չի, նորմալ վիճակ է, 5 երեխու 6 աննանել հլապուջուր կուկույա, համով սիրուն անուշ բալայա, Սենց, լուսամուտները փակ եմ, սա Ստեփանավանն է, մեկելու անձրև կա, ստեի բարձերը տարել ենք վերև, այս էլ աբաց տենց է գիտե, գնացինք, չգիտեմ, որ կոմի վրա ենք գնամ, ինչ ենք անում, բայց որ հավեսարնելու հետ հաստատ է, հասցրել եմ լողանամ, մազերս ենքան նակապեմ, պարավ լվասկ նվասկ ունենք, եղանակը սենց հա, բայց դա ինչ հետ պարել ենք, տեվ մոքորը որտեղ ասեմ նստի, Իրիկունը ստեղ լավ, նստել ենք հաց կերել մի կտոր, ըտենց, եղանակն էլ է իրոք ասած Քրիստինային մեր կողմից, Հասիելի հետևորդներ ջան, միատ ուզում եմ նայեք մեր այգու մաքրությունը, հողը փորած, սիրուն, առանց մի ավելորդ են խոտի ու չոփի հատիկների, տեսեք ինչքան սիրուն է, ու մաքուր, մաքուր, մաքուր ու մաքուր, սկզբից եկանք Սոս Սարգսյանի արձանի մոտ ու գնանք արդեն այն կոմի վրա Հաճա
Պահեմ է դա։ Տեսախ մի։ Տվեց բաժակը։ Նայի ու շատիր։ Գալիս on նա էլի։ Սպաս։ Հանի դե ասուց։ Արի, ես կոմնաց յուկը։ Կոպեկ եկանք է, ախր։ Պետք էր կոպեկ էին սարքել։ Համանոցեք ծեք իրենք ձեզ դա չի են տալու։ Հա, տես, ես էտ չգիտեի։ Ես բժեզն էլ է ինչ-որ բան ուզում, բայց ինչ ա ուզում, հեչ չգիտեմ։ Ինքը ուզում է ձյուկը նստի։ Բա գնաց է գնանք։ Դե արի գնանք։ Որտեղ ա ձյուկը, դու տեղը գիտես։ Միատ ներասնայք։ Ինչի՞ց է, չէ, որ փոքրները միշտ ձիուկին, բայց աշխատող մեջ չկա։ Որի վրա ես ուզում, Սեմուկ։ Հա, էսա, սպասեք, տոմս առնենք, մի հատ հասկանանք ով ինչ ա ուզում, հետն էլ նայենք աշխատող կա, լավն ա տեղետ, Սեմուկ, Սեմ, այ Սեմ, տեղետ լավն ա, հա, շատ լավն ա, ինչքան կուզեք, իչնես, արի, որ ձյուկը, են ձյուկ չէ, են ձմերուկ ա, են պուճուրների համար չի, իրինա օգնի Սեմին, կասայից ենք չէ առնելու տոմս, կասայից ենք չէ առնելու տոմս, եք դե, սաղըտ նստում եք ձյուկ, Մարկոս նստում ես, Այ մամա ջան, դե արի իմաց։ Են էլ եք դուք աշխատած։ Ես սին եմ նստելու առաջ։ Են էլ եք դուք աշխատացնում ես ձմերուկը, չէ։ Հա, հեսա սպասի, ձմերուկի մարդ։ Մաչի թողում, արի Սեմ ջան, արի։ Մամա չիշի կաչինի։ Հա, մաման անի, էսա մաման գա, խեղճ մամա, որ մեկին անի։ Ես հետո կեստանամ, կեսը կուտայես, չես նիյատնեմ, չեմ, որ լվատել է բող, ինչ ուզման է ձլեշ, այլ հատիլ ստեմ, դրա մակը, Արի Սեմ ջան, արի, Սեմ, հատը բղվես, Սեմ, չես ման չի, գնանք տոմսի, ապսոս ա էլի սենց սիրուն այգի, ու մենք մարդ չկա, Երուզեր չկա, շարժ չկա, բան,
աղբաղակի կետ, այնա, ավտոդրոմ, որ դատաշ կա, ու պտտվող անիվը։ Շքան սիրալա։ Սիրելի հետևորդներ ջան, երեխեքը վազում են ստեղից ընդեղ, կեսերն են ուզում, են մյուս կեսներն են ուզում, դու որն ես ուզում Մարկոս տղա։ Սենի Ամերիկանսկի։ Այդա։ Հավեսա։ Աննան խելոք կնացա, ամենախելոքն է մի հատ նա եկելի, հերթով պահում են երեխեքը, են որ մալաջեց, Միքայելն ասեմ ինքս կեր, հաջան, ավտոդրոմը, էսա մաման գա, հասկանանք Ես ավտոդրոմը մեկ է եսի կալիսոն, ահա, ստեղ երեխեքն են նստել, ուրիշ մարդիկ էլ եկան, իրանք հավեսով, Ալեքս, լավ ես ցավդ տանում, հա, դինոզավրիկը, բարև, 3 րոպե, պտույտը, վայ, խայտարակություն, Ալեքսս չի սիրում ես պտտվող բաները, դե բատուր, Սա ես պտտվող անիվն են նստելու, Այ մամա ջան, այսքան տեղը սիրելի հետևորդներ ուզում եմ մի քիչ Քրիստինայի գովքանը, այն որ մալաջեց 5 երեխա, Կուճուրին էլ տարելա են մի կողմը, իրանք ստեղ են վայելը, մի խոսքով, ես էլ նայում եմ, ուրախանում եմ, ու ինձ լավ է նստում, հա ցավդ տանեմ, բա որ ասում էի, Շրջանը այդ կարուսելում ուրիշ մարդիկ էլ կան, դրա համար այդքան շատ չեմ պտտում դեպի են կողմ, մի հատ անիվը նայեք, սիրուն, ու կամաց գալիս եմ, կեսորն անցա, վայ, բարև ձեզ, Պապա իստուն եմ եկել գուքան, հա, բայց չամշադիր վերդում եմ ամիսվացել, մամա սել անդեղից, Այն սկզբից, որ Ալեքսը խուսափում էր, մի առաջի գծում ինքն է գնում, մուտք, արժեքը 800 դրամ, այն մեկը որ նստին 400 դրամ, կարան առանձին նստեն երեխեքը, ինչի, մեկը այդքանը չկա նստող, հա, դե ես էլ եմ էլի մտածում, երեխեք են առանձին են ուզում, ինչ տերևնի,
Դժվար է մի քանի դուր բացել փակելը։ Տենց չի։ Կուկու։ Քանի րոպե է պտույտը։ Ինչքան։ 7։ Դե բա առանձին։ Այդ երեխեք են նստեն էլի։ Իրար հետ ընկերովի գնանք է։ Ես այշն ենք ընդեղ սաղ կախած է։ Հաց հաղթան։ Ես եմ ուզում անցնում։ Եկեք երեխեք վազելով ենք անցնում փողոցը, ացուձախ նայելը։ Գնանք մի հատ գնդակ առնենք, Ահա ճիշտ ասել եք կխաղանք։ գնդակ, չէ՞։ Երեք չմտնենք, խանութից առնենք, ենի առնենք, ես գիտեմ որն ենք բաղում։ Հա, վստահում ենք Մարկոսին։ Մարկոսը կընտրի։ Իսկ չիլն ես անգամ ես։ Չէ։ Մաման ինձ է վստահել, ինձ է մորքուրի ինձ է վստահել։ Վստահում ենք Մարկոսին, Մարկոսն է ընտրելու։ Տենանք ինչ ձևի գնդակ կընտրի Մարկոսս։ Ահա, շելի հետևողներ կա։ Ես ես գնդակ։ Տենանք Մարկոսս որն է ընտրում։ Բասը։ Այս ձևի գնդակներ են։ Մարկոսը գնդակ։ Գնա վերցրու որն ուզում, կամ վաճառողին կան չի ասա որն ենք ուզում, Մարկոս ջան։ Ես Վոլեյբոլի որնի։ Այս, Այդ կապույտը, վերևն էլ կա կապույտ։ չէ, էսի համ տենց վոլեյբոլի ամեն ֆուտբոլ խաղալու։ Հա, տես։ ես սա։ Սա թամաշատեղին։ Ահա։ Այնա է տա ձեր գնդակը։ Չէ, բայց Չէ, Ալեքս ջան։ Այսպես լիքը լավ խանութ, հա։ Նկարեմ, հա։ Հետո ուղարկեմ, ախպեր ջան։ Շելի հետևողներ։ Այն կարգին ժամանակ անցկացրե, որ ձեն դուս չի գալի։ Աննան գնաց է, մեջի խոսացողը ես եմ այս պահին։ Եղանակը, ասաց Քրիստինեն, մեր կողմից հա, մի քիչ տոթ է, բայց չոք չի։ Գնանք երեխեքը քնեն, հետո մի լավ տեղ ենք գնալու։ Մեր քաղաքի անցը դարձը։ Ինչը, տանից տուն կգնամ, տուն կգնամ, խանութ կգնամ, էլի։ Վայ, խնդրում եմ։ Հա, ոչ չունա, հրտում եմ։ Ամարոշն է։ Հլես, անան ինձ կունավ ավտոր պեցկեք։ Արեսինը մարոշն է, հա? Չէ, մորոշնին չեմ դրել։ Փորած սովորական, հեսա մորոշնին է։ Սարը կոտ է։ Ալեքսինը շտապով տնենք։ Ահա, մեր սարը կողմելուց հետո իհարկե եկեք հագի բուդիս արկենք
Կոկոն։ Չէ, սրևանը ոնց որ ես ստանանա։ Բերեմ ամամատ։ Нам попасти. Я вам скажу. Yıkayacağım. Anne kız kitabını ısırdı. Hapse. Alice. Հապստենա, համեսով, բնանք ինչքան կպացվի, բայց ուսկու միտքներ ես դրան չտանք, չենքիչ, էդի միս ունենք, երեխեքի հետ հավեսանենք, կրականենք, հարցայինք որ միսը չի, ինչքան կրականելը։ Արեք դուս եկավ։ Սիրելի հետևորդներ ջան, ոնց տենում եք, հագուստս փոխել եմ, այն ոնց են ասում, օդը չի հեիքում, տոփա, միայն կարգի, շատ տոփա, եղանակը, ասաց Քրիստինեին մեծ կողմից հա, դանակնկավ, սենց դեպքում ինչ են ասում, գիտեք չէ ինչ են ասում, ես էլ միայն ուրախ եմ, հյուրի գալու համար, դուրս բացա միշտ իմ լավ հյուրերի համար, ովքեր որ գիտեմ, հոգով սրտով, իմ հետ են, իմ լավ բարեկամներն են, ոչ թե առանց հետին մտքերի, սենց ասեմ, որովհետև ցավոք սրտի, կյանքում ամեն ինչ էլ կա, ամեն իրավիճակի հետ էլ առնչվելու առնչվում եմ, շատ ցավոք սրտի, հիմա ստե լվացկա մեջին, մի հատ էլ հրթի կանգնած սպասում է, որ էլի միացնեմ, սիրելի հետևորդներ ջան, Ալեքսը սենյակում է, երեխեքը ամենքն իրանց հանգստի, պուճուրները քնելու են, որ հավես տեղում ենք գնալու, այդ առանձին եմ էլի, ուզում նկարահանացնեմ, որ սենց մեկը լույսի հետ չխառնվի ու երկար, շատ երկար, ճիշտ է, ինձ ասում եք, մենք սովոր ենք քուվլոգները երկար նայենք, բայց թե ես էլ միշտ ասել եմ, սիրելի հետևորդներ ջան, որ սա իմ կյանքի օրագրի նման մի բան է, հուշապետի նման, ես ինքս ունեցել եմ հուշապետեր ու այն ամեն մի օրն ու պահը ոնց որ ֆիքսվի, Քրիստինեի ամեն գալն էլ իմ համար հարսանիք գնալու նման մի բան է, ոնց ասեմ, այն ամենաառաջի լիաթոք քեզ ուրախությունը իմ կյանքում կողքի, սենց բարեկամության շրջանակը, Քրիստինեի հարսանիքներ իմ կյանքում,
ճիշտ արաքսինին էլ եմ մասնակցել, լավ բարեկամները տենց են էլ նմբաղը չէ, բայց այն որ բարեկամներ կան է, որ հենց պետք է սելնեմ, առավոտնել են զանգում, իրիկուննել են զանգում, ցավով եմ ասում ես դա, բայց բարեկամներ էլ կան, որ ուղղակի ուզում են, կան քեզ տենան, չի հետաքրքրի, այդ օրը խորոված խաշլամա կանես, թե ուղղակի մի բաժակ չայ կխմեք իրար հետ։ Իմ համար ու ընդհանրապես մեր համար, ուզում էի ասեմ ասոբին Քրիստինեիս, բայց խոսքս մի քիչ սիրուն ձևակերպեմ, նամանավանդ Քրիստինեի համար, դրանք երկրորդական բաներ են, ինքը պարզ, մաքուր, շիտակ, իմ նման բարեկամությունը սիրող ու կապը պինդ պահող մարդա երբեմն ոնց ասեմ, մի քիչ ուզում եմ իրան գովամ, գիտեմ հետո որ գնա իրանց տներով վիդեոները ստենա եմա զանգելու ասի Այանյուտ ջան կարիք չկար ես կոմենտում, բայց թե որը ճիշտն է, ոնց են ասում իմ համար ամոթ բան չի, որ կապ չունի տարիքը, ինքը այն տեսակի մարդա, որ ամեն թեմա էլ իր հետ կարած նստես, քննարկես, ասես, խոսաս ու առանց հետին մտքի ու մտավախության, որ վայ մամա ջան, հանկարծ կարող եմ մի բան ճիշտ չասի, մի բան սենց, մի բան նենց, անգամ եթե ճիշտ էլ չես ասում կամ պահի տակ մի քիչ ուրիշ ես ասում, ինքն այնքան սիրուն է ասում, որ քեզ ընտիր ես ասում, ոչ թե լավ, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, ոնց ասեմ, լավ բարեկամ ունենալը այսօր ամենամեծ հարստություններից մեկն է ու ես միշտ ասել եմ ու կասեմ Աստծուն փառք, որ ես ունեմ Քրիստինեիս նման լավ բարեկամ, որովհետև ցավոք սրտի շատ դեպքեր կան, որ քուրուք որ լավը չի ու ես միշտ եմ ասել ցավով եմ ասում, որովհետև իմ տարածքում կա տենց տարբերակ, այն որ քեֆ ուրախություն կանեն, կերուխում կանեն, բայց իրանց արյունակցին ոնց որ կանտեսեն էլի, չէ որ հենց այդ քեֆ ուրախություններն են, չէ, պատճառ հանդիսանում, ինչ որ թե մի սխալ մունքը հարթելու, մի, ոնց ասեմ, մի կիսատ մնացած գործը ավարտին հասցնելու, բայց եթե մարդը հիշաչար է ու ասենք թե դրան դեպքում իրա քուրու աղբոր կապը չի ուզում պնդի կամ քուրուքը որ, Աստծուն փառք ես ունեմ մի աղբեր, մեր կապն ընտիր է, բայց ինձ ծանոթ մի լավ աղջիկ կա, այն որ գիտեմ էլի, ինքն էլ պիտի մի խոսքով ջանս ցավում է, որ տենում ես, չէ որ ես էլ օրինակ ուզեի էլի, մի շատ եմ փոշմանել, չափից շատ, թեպետ Աստված ուրեմն նայնակ Ալեքսին է ինձ տալու եղել, մեկ ասում եմ ինչի ես չպայքարեցի գոնե երկրորդ երեխու մասին, սաղ կյանքում երազել եմ 3 երեխա գիտեք, բայց մի կողմից է որ տենում ես, կարաս, ես չեմ պատկերացնում խոսքի Հայաստանի մեջ ծնունդ դնի, աղբորոս տուն չգնամ կամ իմ տանը ծնունդ դնի, աղբերես չգա, ինչքան ուզում է հնարավորություն ունենաս, չունենաս, բաքիր ու աղբերությունը էլ վարորվա համարը, չէ որ կարաս Աստված չանի, ոնց լինի օրինակ աղբորոս տանն արարողություն լինի, հետո ասի վեր արի, ասենք ես այնքան պետք է ինձ հարազատ ու լավս կամ, որ Աստված չանի, եթե հնար չունենամ, ասեմ այապեր ձեռիս կոպեկ չկա, կիրու աղբերը այդ նեղորվա համար են, իմ կարծիքով, երևի թե, բայց ես սխալ եմ,
Չգիտեմ, կարող է եւ սխալ եմ, թե չէ, իմ կերուխումին միշտ էլ ուման ավանդ կերուխում, քեֆ, ուրախություն, ծնունդ, կնունք, Ալեքսիս կնունք եմ արել, այն որ չգիտեմ, իմ հորեղբոր ընտանիքից հետ կանչել եմ, ես սիրում եմ բարեկամությունը, հորս կողմ, մորս կողմ, ուղղակի հորս կողմի խալխը չի սիրում, որ նկարահանվի, ինչի եմ ասում հեսա, որ ուր գնում ենք իմ հորական գյուղի կողքով ենք անցնելու, ինձ նենց հետաքրքիր է Քրիստինեի ռեակցիան, ինչ որ նա այդտեղ ինչ ասելու, ինչ ասի չեմ ջնջելու, կլսեք, կտենակ, մենակ կոֆե եմ խմում, քիսոս կոֆեն չի սիրում, ավելի շատ ռաստվարիմի, իսկ արաքսիկ եփած սարքած ռաստվարիմի չի հասնում, ինչևէ, հիմի սենց համ կոֆե եմ խմում, համ մտածում, ուրախանում, մտմտամ, մտքմս էլի, ասում եմ Աստված ջան, շնորհակալ եմ քեզ, այս աղջիկը կարասկի չկար, վաղը մյուս օր ինքը ուրիշ անելիքներ ունի, են էլ 5 երեխի հետ, պլյուս դրան տունը, տնությունը, ամուսինը, ոնց ասեմ էլի, են էլ իրանք ընտանիքով են տեսակն են, որ ասում եմ էլի իրանց 5-րդ երեխուն սիրում են նենց, ոնց որ մարդիկ կսիրեն իրանց առաջնեկին, ու Աստծուն փառք եմ տալի, որ ձեռք եմ բերել այդ հարգանքն ու պատիվը, որ Յամաչմել եմ, բայց պետք է ասեմ, որ ամուսինը խոսքի տունը դատարկել է, թե մի բա գիտես, ամուսին կա, կարա ասի, չէ աղջիկ ջան, են էլ այդքան 2 օր, 3 օր, ինչ գործ ունես, բա իմ երեխեքը, բայց մարդիկ, լավ մարդիկ են, շնորհակալ եմ շատ, ես էլ որ իրանց մոտ գնում եմ, ոնց որ ես ինձ գամ իմ քվորս տանը, ոչ թե մորքուրիս տանը, մորքուրիս աղջկա տանը, Թարսասի, սենց սիրելի հետևորդներ ջան, ինչի եմ սենց ասում, երբ որ այո, մարդիկ ես տարբեր են, նայում ես, ցավում ես, իսկ ես երբեմն շատ հոգիս եմ, որ ասում եմ մնջում ու մխկտում է, որ ինչի չպայքարեցի գոնե երկրորդի համար, բայց թե հետո էլ ասում եմ անայդ ուրեմն վերուստ տենց էր քու ճակատագիրը տված, ուրեմն ուրիշ ձևի առնելը, Աստված եթե քեզ տվել է Ալեքսին, ուրեմն հոգացել է իր ճակատագիրը, չգիտեմ, ես էլ այնքան Աստծուց կյանք ու համբերություն եմ խնդրում, որ այս հենց լավ մարդկանց շնորհիվ, լավ մարդկանց հետ, լավ մարդկանց օգնությունով իրան էլ ավելի ամուր կանգնացնենք, գիտեք ինձ ման ինչ արժեր, երբ որ այդ ամերիկանսկի գոնկի շփոթում եմ միշտ այդ կարուսելից, էլի Քրիստինեից հետ, մենք զատը այդ օրն հետ հիշեցինք, շատ հիշողություններ ունենք, դրանից հետո վախեցել է, էլ չի նստում, բայց ասենք Ալեքս արի երեխեքը, անյոտա մորքուր գա թե չի, ասում եմ ասում ջան, թե ուզմա թող գա, երեխեն գնաց, ընդայից ասում եմ մամա ասկի չվախեցա, այսինքն ապրեն իմ թանկ բալեքը, որ կարեցան էլի այդ վախը երեխի մեջից հանեն, իզուր չի, որ ասմա գեղ կանգնի, գերանը կկոտրի, մեր մեծերը հենց նենց խոսքեր, ոչ մի անգամ չեն ասել, սիրելի հետևորդներ ջան, ու էլի Քրիստինեիս էլ եմ շատ անգամներ ասել, այս անգամ էլի այդ միտքը այս գլխիս մեջ սենց ֆռիկի պես ֆռմա, ասում եմ տնած, որ ես քիր ունենայի ոնց կլներ, աղբեր չունեմ, հրես իմ պատրաստ քիրը, իմ կողքին, այն որ երբ
գոնե տարին մի անգամ լիարժեք իրարից մեր կարոտը հանում ենք ու դա ամեն ինչ արժե ու ձևական նորից եմ ասում ոչ մի բնույթ չկա կլինի ասենք մի խոսակցություն կլինի մի արարք մեկ էլ կասյան ու գիտես որ Ալեքսի հետևից շատ ես գնամ բաց թող ես ասում եմ հա որ ասում հա ասում եմ հա դե ուրեմն ճիշտ ես ու մտածելով որ 5 երեխա ունի այն Միքայելս որ պատրաստի կադր լավ տենում եք այնվալ բրավո իրանց հենա երեխան պատրաստել է որ վառենք տեսեք հոլերը տեսեք երկու անձրև է գալիս նորից սենց դուս է գալի այն որ մարդ չգիտի արդեն էլ ինչ անի ու նորից եմ ասում 6 երեխան մեր տանը կոֆեի համը դուրս չեկավ 6 երեխան մեր տանը սիրելի հետևորդները մեկ մի հատ ծպտուն չկա դա ինչա դուս գալիս որ այն որ ասած տատիս համերեխի մեջից կա համել ասողը տեղը տեղին ասելա ու ձեն ու ծպտուն չկա անգամ այն պուճուրիկ սեմը ինքը գիտի որն է կարելի, որը չի կարելի, որը ցավոք սրտիսկի շատ մեծահասակ մարդիկ մտածում են, որ դե եթե մեծ եմ, ինձ ամեն ինչ կարելի է, եթե օրինակի համար ես ինչ դերում եմ, ինձ ամեն ինչ կարելի է, բայց չէ, իսկ որն է չափը, չէ որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ ու նորից հարց, իսկ որն է չափը այդ չափը ամեքի մոտ տարբեր է ինչևէ շատ բավարարված դեռ կես օրենք ունեցել ու այն մյուս կեսը գնալու ենք մինենց տեղ որի տեղը ես էլ նորմալ չգիտեմ Քրիստինես ասմա ինչ սիրուն տեղեր կա դե իրանք բնության գիժ են սենց ասած մեր Ստեփանավանի հիմար խել քահանալն ինձ ասման յուտ հիշի մարդ ես ես գիտեմ ասմա կտխրես դե ասատ մաքուր սրտով նստում խոսում ենք բան ասում այ որ տխրում ես Ալեքսի ձեռը բռնում ես ու գնում նստում ձեր այգում ու հիշում ես որ հեռուները մի լավ աղջիկ կա ասած քեզ որ գժվում է ձեր բնության ու այգու համար ու ասում այդ նեգատիվը թողում ես այգում ու գալիս ու հավատացեք որ դա օգնող տարբերակ է սիրելի հետևորդներ ջան ուրախությունս հուզմունքս տխրությունս այն հին ու նորս սաղ սենց խառնվել է իրար ու ասում եմ ախ Աստված ջան ինչքան լավ է որ իմ կյանքում կան սենց լավ մարդիկ մի հորից չենք մի մորից չենք բայց ինչքան լավ մարդիկ ենք ու ես ամեն անգամ սովորությանս համաձայն ասում եմ ապրես ասում եմ լավ էլի ասում եմ դե բախի ապրես դու լավ խոսքի վրա էլ ստեղել ընկերուհիս զանգում պատասխանեմ կհանդիպենք հաջորդ վլոգում